մեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, ցեզ հետենք Լիբանանի հայոց թեմի եկեղեցիները երեք եւ այսօր հայդակրով։ Սույն հայդակիրը վանացայն են գսպրվի շաբաթական թրությամբ, շաբաթ օրերը գեսորե առաջ ժամը 10-ին։ Դեսերիզը միևնույն ժամուն գցուցադրվի ազգային առաջնորդարանի եւ վանացայինի թիմադեդրի էջերեն։ Այսօր մենք կգտնվենք Սուրբ Գևորգ եկեղեցվո մեջ։ Սուրբ Գևորգ Զորավարին անունը գրող Սուրբ Գևորգ եկեղեցին իր գործունեությանը սկսած է 1922-ին վրանածածկ վիճակի մեջ։ Սարգիս Բակալյանի եւ ժողովրդային նվիրատվություններով ապահովեցավ եկեղեցու հողատարածքը եւ սկսան շինարարական աշխատանքները։ 1930-ին դեղի ունեցավ նորագարույց Դախտագաշեն եկեղեցու օծումը։ Հետագային 1938-ին գառուցվեցավ եկեղեցու Կարաշեն դարբերակը Դեր Սահակ Խաբայան Կաթողիկոսի եւ Դեր Եղիշե arczepiskopos Գարոյանի առաջնորդության օրով։ 1964-ին Դեր Քնել arczepiskopos Ջերեջյանի չանկերով ամբողջովին վերանորոգվեցավ եկեղեցին։ Մեր առաջին խոսագիցն է Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանաշնորհ Դեր Նարեկ Ավագ քահանա Հեջինյան։ Խնդրեմ Դեր այլ խոսենք եկեղեցու մեջ ծեր գործունեության մասին։ Գիտենք, որ շատ կարևոր է եկեղեցի ժողովուրդ գաբը, հետևաբար ինչ աշխատանք կդանիք այդ գաբի ամրամտման համար եւ դնորոշնեկի արիտով որ այցելություններ գուտակ, անգե արգախ, նաեւ հաջող կայցելեք ծեր շրջանի բնակիչներ ունդոները։ Ես 2003 հունիս 1-ին նշանակվեցա Սուրբ եկեղեցու հոգեհովիվ։ Արժանանք աշխատին անշուշտ նախ ժամերկություն, բادرակ, խորհուրդները կատարել, եկեղեցու մեջ որոշ եթե պետք է ապահովել շնորհիվ բայրաններու գործակցաբար տաղանդյանը դիկնացին։ Ատկեսատ դրոննեկը արդեն ամենաբարձ երևույթն է, որ շրջանի ժողովրդին դուները գործնեմ եւ նաեւ երբ իմանամ, որ ունենք հիվանդանոցի մեջ կամ դան մեջ կգտնվի, ընդհանուր ամամ միասին գաբի մեջ կմտնեմ, այցելություններ դալով, նաև դրոնեկեն դուրս միշտ կայցերեմ, երբեմն հաստատություններ, որ թաղի մարդիկը ունին, ի վերջո գրասենյակ կենալը ինչ իմաստ ունի, որ չես կնա ժողովրդի մեջ շաղվել, ժողովրդին շաղվելը կարևոր է, ժողովրդը հաճախ թաղի մեջ պիտես է իր քահանան, Կարևոր չէ դուն ելը սուրճ խմե, նույնիսկ բարեմը դալով գսկա որ քահանան իր մեջն է։ Այս իմ գործունեությունս նաև եթե ոևադեն եկեղեցվերներս դրած տասի կամ անցյալի գերանորյային կամ նույնիսկ տաղանդյան դիկնացին միշտ ինչ որ պետք է գործենք ցեցի դալով օգտակար դառնալ։ Լավ դեր այլ հարցում երդասարտները գիտենք որ հիմա քիչ մը հերոյ են եկեղեցին, ծեր շրջանի մեջ ինչպես է այդ դրությունը, երդասարտներ ունիք հաջող որ գահաջախ են եկեղեցի։ Ընդհանուր առմամբ մենք երդասարտ շատ չունենք, որտեղ Վերջավորտյան շրջանը մեծ մայրեր կան, իրենց դարիքով են, եւ անոնք որոնք գետը գրնան ամուսնան, եւ շրջանը գերանան, որտեղ ասկոմերը բնակարանի ունենալու դժվարություն կա։ Այսպես խնդրեմ է։ Բերուտի գնամսել կետեն աստին դեպի քաղաք միշտ բնակարանների դժվարություն կա։ Եվ բիդել ավելին։ Գանքի այս դժվարին պայմաններու մեջ։ Մեր հաջորդ զրուցակիցն է Սուրբ Գևորգ եկեղեցու տաղանության ադենաբեդ բարոն Ավագ Բարախյան։ Բարոն Ավագ խոսենք տաղանության կատարած աշխատանքներու մասին, ինչ գործունեություն ունիք, ինչ ծերնակներ կգազմագերբեք։ Բարի եկեք, հազար բարի։ Ուրեմն մեր տաղանության գազմը կպարկանա 9 անդամներ է։ Ունենք կանցաբա, հաշվաբա, ադենատաբի երկույկաբա։ Ուրեմն այսօր գողքեն գործը նաև դիկնած հանձնախումբը, ունենք դպրաստաս, երկճախումբը։ Ուրեմն ինչպես գիտեք, այս դժվար օրերուն մանավանդ տնտեսական դակնաբի մեջ աս եկեղեցին կուրկուրանքի պետք ունի։ Տաղանության գործը այդ կլա, որ միշտ ու միշտ եկեղեցի մեջ նորոգություններ պետք կլան։ Այսօր 89 դարվա եկեղեցի ասիգա երկարգանք ունի։ Ուրեմն այդ գործով կսպաղենք։ Ունենք մեր սիրելի բարերարները, որ միշտ ցերկ կերգարեն մեզի։ Գիրագորերը բادرակեն վերջ օրինակ ժողովրդին հրավիրենք մերքով հյուրասիրելու համար իրենք բادرակը վերջան ժողովուրդ երթալեն վերջը կնստենք տիկնած տաղանություն խորհրդակցին իրարու հետ եթե արդարգար ժողովի պետք կլա կնստենք արդարգար ժողով մնալ գնենք հիմա ունենք ծրագիր մեր վար եկեղեցու սրահը վերանորոգման համար վերանորոգենք սրահը ունենք օրինակ թաղի մեջ գնենք նպաստապաշխումներ
Գարիկավոր անձերու գահացնենք նյութականով եւ ամեն ինչով։ Գիտեք, տնտեսական ցաներ վիճակի մեջ հիվանդներ կլան, հիվանդանոցի բարականներ կլան։ Գահացնենք անոնց օգնության մեր կարողության չափով, բայց Լավ, իբրև տաղականություն եւ ժողովուրդ ծեր գաբը ինչպես է շրջանի մեջ ժողովրդին հետ։ ժողովրդի շրջանին հետ մեր գաբը շատ լավ է։ Սուրբ Գեորգ եկեղեցու զուխը գսկսի հաջենեն Մարմխայել շրջանը գա եւ կարանտինայի շրջանը մաս, այսինքն գաբը շատ լավ է, դոնական օրոնման ավանդ լազագազարտ, լազադիկ, զագազարտին բادرակեն վերջ, թափորեն վերջ, մանուկներուն համար գբերեն խումբ, որբեսի գարենան ուրախացնել այդ բզիկներուն, նվերներ բաժնելով իրենց, նույն ցեվով զատկվա շրջանին ժողովուրդը գարավիրենք սրա, հաղգատախաղում, քեղկեներով հրայսրություն այսպես կանցնենք մեր օրերը դոնական օրերուն։ Այսինքն շատ մոտ գապ ունիք ժողովրդի հետ, ինչ որ կհասկանամ։ Այո, վստահ, շատ մոտ գապ ունենք։ Եվ միշտ կհետաքրքրվենք իրենց մով, իրենք մոդ են եկեղեցին, այսինքն էսի նորեն մի դեսեմ, մանավանդ աստեժվար օրերում մեջ դնդեսական դակնաբի մեջ։ Միշտ կհասնենք իրենց։ Անշուշտ, այո, միշտ կհասնենք իրենց։ Մեր գրծածին չափ, մեր կարողության չափ, անշուշտ, մենք ալ պետք ունենք անոնց։ Ձեր վարձ կգադար։ Հիմա մեզ հետ է Սուրբ Գևորգ եկեղեցվո Դիգնաց անձնախումբի ադենաբեդուհի Դիգինորա Սարաֆյան։ Բարև։ Դիգինորա, խոսենք եկեղեցվո Դիգնաց անձնախումբի կորձնեության մասին։ Ինչ ցերնակներ կգազմագերբեք, ինչպես ներծուկ կգանքնիկ տաղականության, նաև եթե աբակա ծրագիրներ ունիք։ Ուրեմն ինչպես մյուս բոլոր դիկտանց հանձնախումբերը, ուրինք տարեկան մի քանի ցերնակներ, գլխավորներ են միջինքն է, մայրերու օր։ Եվ ասպես եկած եկամուտ այսինքն թաղականության գփոխանցենք եւ եկեղեցին պետք է գողոքանք։ Ատկեզատ ուրեմն մենք ինչպես ասեմ աղկադախնամ չէ, բայց շրջանի ժողովրդին կարելի եղածին չափ օգտակար եղած ենք սկսյալ կորոնայի օրերեն։ Ուրեմն երբեմն անցերուսինքն նվիրատություն ունեն եւ նպատակը ադոր օգնել է, այսինքն ուղագի աղքատ անձերու օգնել է, այդպես ուրեմն ուդեստեղենի ծրարները ռազենք կորոնայի օրերեն եւ մինչեւ այսօր եւ երբեմն նյութական օգնություններ ունեցած ենք, այսպես կարելի եղածին չափ, այո, այսօրերուն քիչ շատ դժվար է, բոլորին համար դժվար է, որովհետեւ բարերարները բացած են, հայությունը այսինքն երթալով քիչ ցած է, ադե դժվարությունը։ Ինչ երթականությամբ կլասենք այս օգտագործություն դարի մեկ անգամ, երկու անգամ կամ ինչ ծևով կամ երբ որ բարերար գտնեք։ Ուրեմն դարին չէ, շրջան, այսինքն գրեթե ամեն ամիս կնենք, ամեն ամիս այդ ծրարները կբաժնենք, բայց հետո քիչ բացեցավ, ներկայիս հիմա այսինքն ավելի քիչ է, ասկե մեկ ամիս առաջ նորեն բաժնեցինք, այսինքն որ բարերարներ գուտանքումար, վրայի տնելով շրջանի, այսինքն Արիկավոր, այսինքն մոտավորապես քանի ընտանիքի մասին գխոսում։ Այսինքն մոտավորապես 80-ն 100 ընտանիքի, այո, բզդիկ ծրարներ գնենք, եթե օրինակ մասնավոր գումար մգա, ադի միան շատ պետք ունեցողներ ուղղակի նյութական օգնություն գնենք։ Մեր զրուցակիցն է Սուրբ Գևորգ եկեղեցու Տպրաստասի անդամ բարոն Համպիկ Տորոսյան։ Բարոն Համպիկ, խոսենք Տպրաստասի աշխատանքներու մասին։ Նախ բարի եկեք Սուրբ Գևորգ եկեղեցի Park կուտանգազու այսօրվան համար ամեն գիրագի ինչպես միշտ հետևողական օրեն գեհետևինք Տպրաստասի եկեցողության այն համոզումով որ մենք բարդական ենք Աստծո եւ պետք է Աստծո մեր պարապանանքը շնորհակալություն հայտնենք ամեն գիրագորիա պաշտամունքներուն բادرակներուն գարենից կնենք որ չբացակայենք անշուշտ հadoop պատճառ եթե չլա հետևողական անենք ու կանք ես եւ դիգինսալ հոս կծարայենք 40 տարի ես եկչախումի մեջ եմ անգե առաջ հայրս հոսցարայած է որպես սարգավակ երկար դարիներ Սարգիս Տորոսյան մի քանի եկեղեցիներ ծարայություն ունեցած ենք վերջին 20 տարին է որ հոս այստեղ կծարայենք Հadoop առիթներով փորձեր գլա կամ ընդհանրապես փորձեր գնենք այո փորձեր գունենանք դժվարություններ կա ընդհանրապես Տվրաբեդի եւ երկողոնի վրա մասնակցողի ընկերակցողի բայց այդ դժվարությունները չենք նկատի առնել եւ մենք մեր
փորձեր գնենք մեր կարողության սահմաններում մեջ, որովհետեւ եկեղեցին առանց երկչախումբի չմնա կամ լավակույնը ներկայացնենք Աստծո երկեցողության դեմ բادرակի ադեն։ Անշուշտ երկեցողութենեն դուրս թագանությունը եւ դիկնած միությունը ընդհանրապես կգնահատեն երկեցողներուն, տբիրներուն աշխատանքը, սարգսակներուն, կանային եւ որպես Սուրբ Գևորգ եկեղեցու հարգեններս, որպես ընտանիք, փոքրիկ ընտանիք հավաքներ ունենանք մենք արիտներով, զանազան արիտներով, Սուրբ Ծննդյան տոնին արդիվ, Սիրո տոնին արդիվ, Զատկվադոնին արդիվ եւ դարբեր արիտներով, այսպես ճոխ մդերմիկ չեր երեգոներ կանցնենք, երկեցողությամբ, խանդավառություններ, գբարկեվադրեն շատ անգամ ծառայությունները, աշխատանքները, դարիներու, երկար դարիներու ծառայողներուն, այսպես միշտ ընտանեկան շերմիկ այսպես միջոցառումներ կգազմագերվեն անձնախումբի պատասխանատուները, եկեղեցու պատասխանատուները։ Գշարունակենք մեր զրույցը եկեղեցվո Գիրակնորիա վարժանի վարիչ Օրեգլուսի Խաչիկյանի հետ։ Օրեգլուսի խոսենք Սուրբ Գևորգ եկեղեցվո Գիրակնորիա վարժանի կորձնեության մասին։ Բարի եկացեք, ուրեմն 1940-ին միջև այսօրս Գիրակնորյան գշարունակվի ամեն գիրագի արդվա ժամը 9-ին 10:40, որով երկու բզդիգունիկ որ վեր եկեղեցին գելեն շաբիկ կհակնի մովավարություն գնեն։ Ադա սորվեցուցած ենք, որ պետք է վեր ելեն սորվին բզդիգուց Գիրակնորիայի եւ եկեղեցին քայլեր։ Գսկսինք հայր մերով Գիրակնորիայի քայլերքով իմաստություն հոր Հիսուս ինձ իմաստություն դուր at համարը սորվեցուցած ենք ամեն անգամ համար մը սորվեցնենք 24 համարներ են երկեր հոգևոր երկեր սաղմոսներ շարագաններ համարներ զածած աղոտներ գսորվեցնենք արդվա գեսորվա իրգվա աղոտները եւ աշակերտության մեկ կհանենք շնորհակալության աղոտ կսորվեցնենք որ գիտնան թե Աստված մեզի ինչ տված է շնորհակալություն պետք է հայտնենք ուրեմն իդ կտասարաններու կփաշնվենք մանգաբարդեզ ունենք որցերային գնենք խաղեր գնենք հյուրասիրություններ ունենք դիկնացը եւ թահականությունը ամեն գաղանտին եւ զատկվա գրուպներ կբերեն որ բզիկներուն ուրախացնեն այդպեսով ավելի ուրախ կմնան դիկնացնա նվերներ կբերեն բարերարներ ունենք հյուրասիրություն նվերներ միշտ պատրաստ է Գիրակնորիայի մեջ որ բզդիգին ավելի քաշենք եւ իրենց սիրտի մեջը հոնդերը ցանեն Աստծո խոսքերը Ուրեմն մենձերը ունենք, որ տասարան կպաշնվին, ունի մասնավոր տասնտացները Աստվածաշունչեն, ինչպես պիտի պանանք Աստվածաշունչը, քանի քիրք ունի Աստվածաշունչը, կամ քանի գլուխներ ունի, ադիգը սորվեցնենք, պատմություններ ունենք նկարներով, ամեն դեղյակով կբացատրենք, ետքը բուդույթներու կդանենք եւ երբ որ Գիրակնորիա խումբը դերմը հրավիրված է շուտով գարնենք կդանենք որ իրենք ներկա գտնվին եւ սորվին ինչ է օրվա տասնտածքը ետքը կբացատրենք Սուրբ Սարգիսը Սուրբ Հակոբը դոնագադարությունները օրվա համեմատ իրենց պատմությունները եւ ինչ գործեր ըրացեն որ իրենց ակաչլան Աստծո հետևին եւ միշտ աղոթքի մեջ պատրաստ լան Հարգելիներ Սուրբ Գևորգ եկեղեցին Սեզեդեին մարալը եւ լուսանգարիչ Ավո Ասայանը։ Տակտացերետ կլանք հարաճիգա շաբաթ առավոտյան ժամը 10-ին ցտեսություն